Ասմունքում է Հրանտ Ղազումյանը։ Քիմ եմ գալի ձեր թաղերով, քեզ տենալու հույսով վերված։ Սիրտը սրտի ծենա տալի ծեն չես անում ակտրված։ Առաջարկում եմ այս բլոկը խաղանք բարբարով։ Պետլած ղուշ։ Ղուշը աղավնինը։ Ահա։ Այդ աղավնու հետ ինչ է կարետ ավուշում չեմ կարա։ Ես էլ իմ խոհանոցու շերեփը կվերցնեմ իմ ձեռ։ Պապայիս մոտ մի օր են ինձ թողել։ Ես այդ օրը կյանքում չեմ մոռանա։ Մի հատ զվաձեղ պիտի սարքիր, դա էլ վառեց պապ ջան։ Ջանց խաղումը չեմ ուզում անդրադառնամ նույնիսկ Հա։ այդ թեմաներին, հատկապես վերջի իրադարձությունների հետ կապված։ Ես լավ խմում եմ։ Բա հետդ մի բան բերի։ Հյունի արախ։ Հումոր, բարբար, պոեզիա, թիվ թվաբանության այսօրվա հյուրը Տավուշը մեզ համար բացահայտող բլոգեր Հրանտ Ղազումյանն է։ Ողջույն Հրանտ ջան, շնորհակալ եմ, որ Տավուշից հասար այստեղ եւ վստահաբար բարբարաշատ հաղորդում ենք ունենալու։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, շատ հաճելի է այստեղ գտնվել։ Հեշտ էր Տավուշից գալը։ Տավուշից գալը հեշտ էր, բայց ընկերներս գիտեն, որ ես գալիս եմ ու Երևան կորչում եմ։ Մինչև գտա տեղը, մի քիչ ժամանակ անցավ, բայց այստեղ եմ։ Թիվ թվաբանության մեր գլխավոր հերոսը ռոբոտիկն է 963 է կոչվում, արհեստական բանականությամբ է օժտված։ Այսօր նա մեզ հարցեր է տալու, հաշվի առնելով քո մասնագիտությունը, զբաղմունքը, ապրելակերպը, ապրելավայրը։ Թվային պատասխաններն ենթադրում հարցերը պիտի փորձենք գուշակել, ոնց է թիվ թվաբանությունից։ Ասեմ ճիշտը։ Ճիշտ է ասա։ Լավ չեմ, բայց գիտեմ, որ դու էլ չես լավ։ Այո, ես էլ եմ հումանիտար գիտությունների դոկտոր։ Այնպես որ փորձենք։ Գնացինք։ Ամենաշատ լեզուներով խոսող մարդը քանի լեզու գիտի։ Հետաքրքիր, դու քանի լեզու գիտես։ Հայերենը, եթե հաշվենք, ռուսերեն, անգլերեն։ Նույնը։ Չէ, ֆրանսերեն էլ գիտեմ։ Ֆրանսերեն էլ։ Մի քիչ։ Տավուշի բարբարով ֆրանսերենը լավ է հնչում։ Մենք հա, օրինակ դուն ֆրանսերենում դուն է, չէ։ Մոտ է։ Մոտ է։ Տեսնես հայերեն գիտի ամենաշատ լեզուներ իմացող մարդը։ Լավ։ Միևնույնն է չափազանցված թիվ եմ գրում, բայց դու ավելի 50 Հրանտի կարծիքով եւ 30 իմ կարծիքով 50 Հրանտ։ Այո։ 50 լեզու հնարավոր է իմանալ ֆիզիկապես։ Կարծում եմ այո։ Ինչ հաշվարկ ես անում։ Անտրամաբանական հաշվարկ։ Անտրամաբանական հաշվարկներ մեր եթերում։ Գնացինք, լսենք ճիշտ պատասխանը։ 71-ամյա լիբանանցի տղամարդը տիրապետում է 50 լեզվի, այդ թվում հայերենի։ Մեկից մեկ։ Ոնց ինչ տրամաբանությամբ լուրջ գրեցի։ Գրեցի 70, բայց փաստորեն 70 տարիքներ, 70 տարիքներ, հետո 50 գրեցի։ Ու նաև հայերեն գիտի փաստորեն։ Գիտեք, հա ոնց։ Տավուշն առաջ է անցնում։ Լեզուների հետ կապված հարցը վստահաբար տվեց ռոբոտիկը, հաշվի առնելով, որ երկուսս էլ բարբարակիր ենք, ու այդ մեր իմացած 3 լեզվին գումարում ենք նաև մեր բարբարները։ Ես Գյումրիից եմ ու գիտեմ, որ դու սիրում ես գյումրեցիների բարբարը։ Բարեբախտաբար, հակառակ դեպքում էստեղ արյան գետեր էին ասելու։ Սայլութանտես։ Հիմա ես առաջարկում եմ այս բլոկը խաղանք բարբարով, ես մեր, դու ձեր։ Սկսեցինք, հետաքրքիր է։ Սկսեցինք, քացինք։ Ուրեմն տես, ես մի քեզի բառեր կսեմ, մեր բարբարով աշխատել եմ գտնի մեզ բառեր, որ քիչ ավելի դժվար կեղնի գուշակելը։ Մեկ քանի մատ ես կսեմ, կամ ավելի լավ է սպես պայմանավորվենք։ Միամ ես կսեմ, միամ դու կսես։ Ձեր բարբարով ու գուշակենք։ Գնացինք։ Քացինք։ Ուրեմն ջոմարդ։ Իսանը ջոմարդ կեղնի, հա։ Իսանը ջոմարդ կեղնի вообще-то։ Այսինքն բայց ինչ է նշանակում։ Ինչ կնշանակի։ Առատաձեռն։ Աբրիս։ Մեկ միավոր Հրանտին։ Հիմա դու։ Հեսան այնց բառ կասի, ես ուղակի մորմոնջ։ Մորմոնջ։ Մի փորձից պետք է գուշակեմ։ Երկու հնարավորություն կտամ։ Առատաձեռն է։ Մի փոքր հուշում կանեմ։ Հələ։ Գուցե կենթանական աշխարհ գնաս։ Մրջյուն։ Ահա։ Նման էր զուտ։ Մորմոնջ, հա, ճիշտ, լավ։ Լավ, հաջորդ բառը կսեմ։ Բայց այդ արդար չի, դու պատրաստել ես բառերը, ես։ Վայ ոչինչ։ Դու էլ Տավուշից նոր ես եկել։ Զիջեմ եմ։ Ես ինչքան ժամանակ էլ լեննական չեմ ապրի։ Բավարոտներով մինչև այդքան կան, հա լավ ասա։ Ասա այդ։ Չախլամա։ Գոյական, հա։ Գոյական է, հա։ Գոյական է։ Ձեր բարբարով խոսա։ Գոյական է։ Ինչ որ ուտի լուպանա։ Խմի լուպանա։ Չախլամա։ Ահա։ Հուշեմ քանի հետ։ Աբրիս։ Վերցրինք։ Ջրիծավեր ջուր։ Ինչ։ Ջրիծավեր ջուր։
Լավ։ Ջուրը ջուրն է։ Ահա։ Ջրի ծավալն է, նշանակում է ինձ։ Ջուր։ Հա։ Նի։ Այսինքն մեջ ինչ որ բան չկա։ Լավ, ես եմ։ Սա։ Դվերել։ Դվերել, վստահել, Ոչ։ հուշում։ Քայլելու հետ կապ ունի։ Քայլելու։ Ահա։ Մի քիչ էլ հուշի։ Ինչ որ ճանապարհով գնալ գալու հետ կապ ունի։ Հակառակը դիերել։ Ինչ անել։ Հակառակը կլինի հականիշը դիերել։ Դիերել, շտապել, Չէ։ դանդաղել։ Հանձնվեմ։ Հանձնվում եմ։ Ահա։ Դիերել բարձրանալ կամ բարձրանալ, դվերել, իջնել կամ Դիերել, դվերել, հոմանիշների եւ հականիշների աղյուսակներն ենք սովորել։ Ընտրեմ հաջորդը։ Ես արդեն մի քիչ բարդվում եմ, հա։ Տերաղոտի։ Չեմ հուշելու։ Ինչ որ ածական է։ Չէ, գոյական է։ Գոյական է, տերաղոտի։ Տերաղոտի։ Ինչ որ վայր է։ Նո, Ուտելիք է։ ուտելիք է, հա։ Դա կյումորա քյալեն է։ Քյալեն չէ։ Չէ, քյալեն չէ։ Քյալեն թափես, չգիտեմ։ Տերաղոտի։ Կանաչեղենի հետ Հա, կապ կպար։ ունի, սպասի, եղինջ, Չէ։ բանջա, փիփերթ, ավլուկ, սինդրիկ, կոտին։ Ես ասեմ կանաչիների թվարկելու է։ Դե արի, հասել ես։ Տակին բան չմնաց։ Տակին բան չմնաց։ Կոտեմ։ Կոտեմ, չէ, լավ, վերջ, սամիտ։ Մի հատ էլ տերաղոտի։ Տերաղոտի։ Ինչ կապ ունի տեր եւ աղոտ։ Յանի դիերել է շատ կապ ուներ բարձրանալու հետ։ Իհարկե կապ ունի։ Ուղիղ Պիտի կապ ասի ջերվան կդիրենք կդվերենք։ Всё։ Մի հատ էլ ասա։ Պետլած ղուշ։ Պետլած ղուշ, ղուշը աղավնին է։ Ահա։ Այդ աղավնու հետ ինչ է կարետ ավուշում չեմ կարող։ Հուշեմ։ Շատ սիրուն կոմպլիմենտ է։ Սիրուն աղավնի, Չէ, ում կասենք սիրուն։ աղջկան։ Ահա։ Ասում ենք ոնց որ պետլած ղուշ լես։ Լավ բան է մի խոսքով։ Շատ լավ։ Լավ բան է ասում կարևորը։ Լավ, 1-0 է հաշիվը, հոգուտ քեզ, դու էմսի ճշգրիտ պատասխան էիր տվել, որ Լավ ես մեկը մի քիչ կսխալվեմ լավ։ Քիչ եմ քեզի ջենտլմենի պես բայ։ Գնաց։ Ինչ ճղտե։ Լսում ենք հաջորդ հարցը։ Գինեսի գրքում գրանցված աշխարհի ամենաերկար բանաստեղծությունը քանի տող ունի։ Դու որպես բանաստեղծ։ Ես բանաստեղծ չեմ, բայց բարբարով ստեղծագործում եմ։ Այո, ես գիտեմ։ Որտյան ես գիտում։ Որտյան։ Ուսումնասիրել եմ բա ինչա։ Ես տեսա, որ հասել ես, որ դիվիզիոնին լայքել ես։ Իմ կողքին պիել է։ Ասում էի պատրաստ եղի, տես ուրեմ հասել։ Լավ, արի գուշակենք օրինակ որ երկրի ներկայացուցիչ գրած կլինի այդ շատ երկար չափածոն, որը բնականաբար Գինեսի ռեկորդը Ո՞ց է Ֆրանսիա։ Ինչի Ֆրանսիա որ։ Այդպես ուզեցի։ Այդպես ուզեցի։ Դե ուզեցի։ Դե։ Ինչ ես Ես գործում։ մտածում մի քիչ ավելի դանդաղ մտածող որն է, ինչ որ ավելի Դանդաղ մտածելու որն է, ինչ կապ ունի երկար գրելու հետ։ Չէ, sense դանդաղի հնդկական sense շունչ եմ զգում այդ ամեն ինչի մեջ։ Ոնց իրանց սերիալներն են, տենց ինձ թվում է պոեզիան։ Ահա։ Գրենք։ Գրի հələ։ Լավ չեմ արտադրում։ Դու մի արտագրի ես այնքան աննորմալ պատասխաններ եմ գրում։ Ես քննություններն հենց եմ արտագրել։ Լուրջ։ Այո, հանձնաժողովի առաջ նստած։ Սա պետք էր ասել։ Հա, ավարտել եմ արդեն։ Որ համալսարանն ես ավարտել։ ԵՊՀ։ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը։ Լսում եք, չէ, հարգելի Իրենք դեկան։ ինձ շատ սիրում են, ես իրենց նույնպես Չի փոխվել դեկանը, բայց։ փոխվել է։ Նոր դեկանն ինձ ավելի շատ է սիրում։ Հուր իսկ ճանճ է որ քեզի։ Իմ դասախոսն է եղել։ Ընկեր Գրիգորյան։ Ընկեր Գրիգորյան ողջույններ։ Ինչ է Այստեղ գրելու։ թիվ թվաբանությունից վատ է, ոնց է պատմություն սովորել, ավարտել ԵՊՀ-ն։ Ասեցի արտագրելով։ Արտագրելով։ Չէ, սովորել։ Լավ, գրում ենք քանի տողեր։ Լավ։ Չէ, շատ եմ խելքից դուրս շատ։ Տեսնեմ։ Լավ, արի պատտենք։ Դա ինչ է։ 1720 1720 խելքից դուրս պատասխանը իմն է 1 միլիոն տող։ Ես ենթադրում եմ, որ Գինեսի ռեկորդների գրքում այդպիսի թիվ է գրած։ Աղջիկ է, ոչինչ։ Պատա է։ Կարծրատիպային մտքեր է այստեղ ասում։ Հապամ է։ Գինեսի ռեկորդների գրքի համաձայն աշխարհի ամենաերկար բանաստեղծությունն ունի մոտ
180,000 տող, այն հնդկական էպոս է։ Երկրորդ միավորն է գնում դեպի Շատ հաճելի է։ Հետս կտանեմ։ Ինչ եմ տանելու, որ հաղթեմ։ Ասա ինչ ես բերել, որ ինչ տանես տղա ջան։ Իսկականից։ Եկել ասում եմ ճղուպր, ճղոպուր, մեկ էլ մի րոպե, պնդուկը ոնց էր։ Մի րոպե մի ասա։ Հաղորդման հյուր ենք ջան, մի րոպե։ Փակեք այս միկրոֆոնը։ Տկողին։ Տկողին չի աղջիկ ջան։ Բա ինչն է։ Տկողինը չի պնդուկը։ Տկողին Բերդի տարածաշրջանում են ասում, Իջևանում ասում ենք տխիլ։ Այ որ մի երկու հետ պոպոկու տխիլ կերածիլ է, դե ստի մի քիչ նա։ Հեսա կասեմ վիրավորումը, չեմ վիրավորում, ասել եմ պետլած ղուշը։ Արդեն կոմպլիմենտ ընդունել ենք։ 2-0 է հաշիվը, բայց ես չեմ ընկճվում, ամեն ինչ դեռ արժևում է, իսկ հիմա գանք քո ստեղծագործական տաղանդին։ Հրանտ ջան, Տավուշյան բարբարով չափածո ստեղծագործել է։ Այդ ինչ շնոր է։ Առաջին ստեղծագործությունը գրել եմ 2016 թվականին, Facebook-ում հրապարակում արեցի, Տավուշի մարդ խումբ կար, այնտեղ են գրել բարբարով որևէ ստեղծագործություն գրեք։ Գրեցի ու ասեցի հանկարծ իմ անազգանունով չհրապարակեք։ Ուղղակի գրեք։ Անանուն, որտեղ ամաչում էի շատ։ Հետո տեսա, որ շատ լավ տարածվեց, ասացի լավ, եթե լավ է տարածվում, ես իմ էջում հրապարակեմ, հետո սկսվեց երկրորդը, երրորդը եւ հիմա նաեւ արդեն վիդեո տարբերակներով որպես ռիլ է հրապարակվում դա։ Հիմա բարձ է, չէ՞, ինչ ենք անելու։ Այո։ Միացնում ենք երաժշտություն, սիրելիներս։ Ինչն է քնգրստան։ Ասմունքում է Հրանտ Խազումյանը։ Որ մնեմ ին խրովում ես։ Հաշվի սիրտս խրովում ես։ Ինձ տենալիս դժգոհում ես, հաշվի սիրտս պլոկում ես։ Մնեմ ին լաջունգյաց, որ ուրիշին լեն ժպտում ես, անդեր սրտիս պեցլած յարեն, մի պյուրաղով շղաղում ես։ Մի օր տյու լի ես լեմ տյու։ Համայդ վաղտ գլխիկ ինգնես տյու, թե ինչ ազգում անդեր սիրտս, թե որ դիավուշ կսու միտքս։ Լեմ, լես, լեցվենք դառնանք։ Լի որ լիսնյակով հիանանք։ Լի որ լիլս ես մորանամ։ Լի որ ռանգրուշովը հիանամ։ Ադե դու շուտցրիր։ Շատ ուզիչ։ Ես առաջարկում եմ սիրո խոստովանություն անես ամուսնության առաջարկի ժամանակ հենց այս տողերով շատ սրտանցա ու շատ սիրում։ Դեռ չկա այդպիսի մարդ, որ կգնահատեր։ Փնտրում ենք Հրանտի համար ինչ ղուշ։ Պետլած ղուշ։ Պետլած ղուշ։ Այսակոպտեն տակո պլյուսներ կդնեն։ Պետք քաստինգ ենք հայտարարում։ Գանք ստեղ։ Ես կվարեմ ամբողջ process-ը, դու խնդիր չունես։ Սյաբա բեսել։ Բայց մի հատ էլ ուրախ մի բան։ Քիմ եմ գալի ձեր թաղերով, քեզ տենալու հույսով երված։ Սիրտը սրտի ցենա տալի ցեն չես անում ակտրված։ Միղայդիլաց հետ եմ գալի մեր թաղերը բաթախım թաղված, քեզ իշիլով արախ կոնցում, սրտիս ցենը ես կտրեցնեմ։ Գերանեմ քեզանից է, խաբեր չունեմ ես շուտվանից, էլ ինչ անեմ որ քեզ հասնեմ, թաղ ու թարակ իրար խառնեմ, մեր այդ գլուխը ստենամ, ղաստի գլմղալ ասարքım, ես հենց էլ բանդալեր, թող քեզ հասնեմ էլի յար։ Շատ լավ, երկիցական։ Ну առաջինը է դերի դե։ Մենք փորձել ենք նաև Տավուշում գործում է բենդ, այդ բենդի հետ փորձել ենք նաև մի քանի ստեղծագործություն այդպես։ Ոնց էր։ Ստացվեց, հավանեցին։ Հիմա փորձում ենք նաև այլ ստեղծագործություն, տեսնենք կստացվի թե չէ։ Մեկ էլ մի օր թնդումա թե բա Տավուշյան բենդը եկել է համերգ տալու։ Այո։ Մենք էլ կգնանք սիրով։ Քանիս էր մեր հաշիվը։ Չեմ հիշում։ 2-0 ոնց կարելի է չհիշել այդ հաշիվը 2-0 հոգուտ Տավուշի շարունակում ենք խաղալ գնացինք ԱՄՆ-ում տղամարդկանց քանի տոկոսն է սնունդ պատրաստում ընտանիքի համար բոլոր հարցերը հատուկ քո բլոգի համար լավ է Հայաստանում չի հարցնում կարելի է գրել 0.1% ինչի օրինակ ես պատրաստում ես Պապայիս մոտ մի օր են ինձ թողել Ես այդ օրը կյանքում չեմ մոռանա։ Մի հատ զվաձեղ պիտի սարքիր, էդ էլ վառեց պապ ջան։ Իմանա հետս ինչ որ լավ բաներ կբերեք, կպատրաստենք ստեղ։ Եթե հետևում ես էջից, ես այնտեղ պատրաստում եմ։ Այո, այս հարցը հատուկ է։ Ես հասկացա։ Իսկ այդ պատրաստելու ցանկությունը զուտ կոնտենտ ստեղծելու համար է, թե իսկապես սիրում ես եւ հաճախ ձեր տան խոհանոցում էլ բզբզում ես։ Մեր տան խոհանոցում հերթը ինչ չի հասնում, որովհետեւ մայրիկը շատ համեղ է պատրաստում եւ
շուշուտ է պատրաստում, կարելի է ասել անդադ է պատրաստում, ինձ չի հասնում ժամանակ եւ հերթ, բայց կոնտենտի համար ասեցի դե լավ, ես էլ իմ խոհանոցում շերեփը կվերցնեմ իմ ձեռը, դե ամեն տան պետք է խոհանոցում մի շերեփ, չէ՞։ Դրա համար կոնտենտի համար որոշեցի ոչ թե սովորեցնեմ ինչպես են պատրաստում, այլ ավելացնեմ բարբառ, հումոր, եթե ուշադիր ես եղել, նաև ինչ որ խնդիրների եմ անդրադառնում իմ կոնտենտում, նաև այդ կոնտենտում այդպես։ Շատ հետաքրքիր երկիծական է ստացվում քեզ մոտ եւ զրույցները եւ խոհանոցում պատրաստելու ընթացքում միշտ ինչ որ կարծրատիպեր շոշափում, թեմաներ, որոնք կարող են տաբու լինել դեռ մեր օրերում։ Հումորով ինչ որ լուրջ թեմայի անդրադառնալ ու տեղ հասցնել ավելի հեշտ է, քան ինչ որ մեկին լուրջ էսպես նստես դեմա Ինչ ուզում կներեք։ Ձեր առաջին հյուրից ամնոց։ Քան դեմ լուրջ դեմքով նստես ու ինչ որ թեմաներ քննարկես, որից որ կարող է նեղանալ, վիրավորվեն, հա։ Բայց երբ որ կերպարը սիրված է արդեն, հուսով եմ սիրված եմ։ Անո ջան։ Անո, ախ ջան, պիել են Երևան հասցրես շոքին։ Ուրա հեռախոսս։ Մեր ռոբոտիկի հետ մի կարճ երկխոսություն։ Ռոբոտի ծանը խազել է։ Ոչինչ։ Կխոսենք իմ հետ։ Ինքը չի խոսելու, բայց մի երկու բան որ իրեն ասես։ Թե հարսա, որ խոսա։ Հա, սուսուփոս, գլուխը կա։ Բայց նայամ ալյուզ էներգիան է, չէ՞։ Հարցերա որ տալիս է։ Մոզդելի։ Համել ուսումնասիրել է քեզ լավ։ Ես գիտում եմ, էջս կնաչել էր, հենա նահավարվում էր։ Покажնիսը կրմրել։ Սկացանք մեծ է, բայց հարցեր տալիս։ Միացյալ Նահանգներում հուսով եմ, որ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության տղամարդկանց ավելի շատ տղամարդիկ են ներգրավված սնունդ պատրաստելու գործընթացում։ Տոկոսն ենք գրելու, հա։ Տոկոսն ենք գրելու, հա։ Շատ մեծ հույս ունեմ, որ այս պատկերացումը իրականությանը մոտ է։ Եվ ի տարբերություն իմ հայրիկի այնտեղ երեխաներին սոված չեն թողնում։ Տեսնեմ, գնացինք, պատտեցինք 65% հրանտի կարծիքով, 50% իմ կարծիքով վերջապես մեր թվերը փոքր-ինչ մոտ են իրար։ Լսենք ճիշտ պատասխանը։ ԱՄՆ-ում տղամարդկանց մոտ 52%-ը առնվազն մեկ անգամ շաբաթական պատրաստում է սնունդ տանը։ Վերջապես։ Խնդրեմ, Այդա ջան, Մերսի շատ։ սա քեզ համար է։ Դու վերջերս նաև տավուշն ես բացահայտում տարբեր վիդեոհոլովակների միջոցով, այ դա ինչ է տալիս լսարանին։ Կոնտենտը ոչ միայն բարբառի հանրահռչակմանն է ուղղված, այլ նաև տավուշի հանրայնացման է, այսպես ասած, եւ հանրահռչակմանը եւ ինչ որ չափով նաև туриզմի զարգացմանն եմ նպաստում, որովհետեւ կան մարդիկ, ովքեր դրսում են ապրում եւ մի փոքր իրենց գյուղից, իրենց, չգիտեմ, քաղաքից ինչ որ կադր տեսնելուց շատ են ուրախանում եւ ոչ միայն իրենց համար Հայաստանում մարդիկ կան, ովքեր չեն եղել Տավուշում, Իջևանում, Բերդի տարածաշրջանում, Նոյեմբերյանում, դե Դիլիջան շատ են գալիս Իջևանում եւ միտք առաջացավ, որ սկսեմ քաղաքները, սկսեմ Տավուշից հերթով ներկայացնել, անցնել կողքի մարզ, գնանք Լոռի, գնանք Շիրակ, գնանք Գյումրի։ Կգաք Գյումրի, ես կդիմավորեմ։ Այո, ինչու ոչ։ Եվ ամբողջ Հայաստանը գուցե իմ ձեռագրով արդեն կներկայացնեմ։ Իսկապես շատ լավ արձագանք ուներ, ես տեսա եւ մեկնաբանությունները եւ հավանումներն ու տարածումները, այնպես որ աշխատում է կոնտենտը եւ շատ լավ գործ է կամ իսկապես մարդիկ թեկուզ աշխարհի մյուս ծայրից տեսնում են իրենց գյուղը, քաղաքը, վերհիշում են ինչ որ բան կամ ցանկություն է արթնանում վերադառնալու Հայաստան։ 2-1 հաշվով մենք շարունակում ենք խաղալ եւ հույսս չի մարում, որ գուցե այսօր ես հաղթեմ, գնացինք։ Քանի մետր է եղել ամենաերկար ու ամենամեծ դոլման աշխարհում։ Դոլման։ Այդ հայերը փաթաթած կլինեն։ Ահա։ Որտեղ Հայաստանում։ Հա, ինձ թվում է։ Դոլմայի փառատոն կար, կարող է կապել դրա հետ։ Գուցե։ Լավ, դե հիմա քանի մետրանոց դոլմա անցած կլինի մեր ժողովրդի մտքով։ Պատտեցինք 3-2 1 4 50 մետր ոնց ես պատկերացնում։ Ես ընդհանրապես չեմ պատկերացնում, 4 մետրն էլ չեմ պատկերացնում։ Հա։ Ճիշտ է։ Լսենք ճիշտ պատասխանը, ես անհամբեր եմ հեսա հավասարացնելու։ Հայաստանում փաթաթել են 193 մետրանոց դոլմա, որը ռեկորդային է եղել ամբողջ աշխարհում։ Քան է գրել։ 50 2-2 ոնց եմ փաթաթել, ինձ այնքան հետաքրքիր է։ Հա, իրոք, գնանք այսօր որոնենք, սիրելի մեծ դիտողներ, եթե գիտեք թե ինչպես է հնարավոր 193 մետրանոց դոլմա փաթաթել, գրեք հուշեք մեզ։ Մարդկաս գից այսքան դոլման չի կարող փաթաթել։ Ես օրինակ։ Չէ, քեզ համար չի ասում, ես էլ չեմ կարող։ Ինձ թվաց ինձ էս ակնարկում, գիտես արդեն։ Արդեն շատ կլինի։ Հրանտ, ինչ խնդիր ունի մարզի երիտասարդը։
Մարզի երիտասարդները մեր մարզում կոնկրետ խնդիրը ժամանցի կազմակերպման խնդիրն է։ Իջևանում գոնե կարողանում ենք ինչ-որ ձև կազմակերպել, Դիլիջանում էլ, բայց Բերդի ու Նոյեմբերյան տարածաշրջաններում դա մի քիչ խնդիր է։ Իջևանում էլ ինչի հաշվին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը գտնվում է Իջևանում եւ ուսանողները այդ ռիթմը պահում են, բայց ժամանցի խնդիր թատրոն մենք չունենք։ Նույնիսկ Դիլիջանում չունենք։ Եվ Երևանից են գալիս ինչ-որ մշակույթի տներում։ Քաղաքային իշխանություններն ինչ են մտածում այդ մասին։ Շտաբ քաղաքականացնում ենք այս եթերը։ Եթե ուշադիր ես եղել, իմ էջում քաղաքականություն չկա եւ չեմ էլ պատրաստվում, բայց այդ հարցի շուրջ իրականում իրենք էլ են անհանգստացած, այնպես չի որ անտարբեր են, բայց ես ուզում եմ ասել, որ դա գալիս է նաեւ մեզնից, եթե ես երիտասարդ եմ։ Երիտասարդներից իրականում, որովհետեւ պետք է նախաձեռնող լինեն, որևէ բան նաեւ իրենք անեն։ Օրինակ մենք մի կորիս կար, սենց ովքեր որոշեցինք, որ մեր տարածաշրջանում պետք է ազգագրական պարեր պարենք, սովորենք եւ սովորեցնենք մյուսներին։ Քանի փառատոն ենք արել, 4 թե 5, կոչեցինք Թամզարա, համակարգային էր եւ մեծ աղմուկայով բարձրացրեցինք, մենք սովորեցինք ինքներս, հետո սովորեցինք բոլորին եւ մինչեւ հիմա շարունակվում է կարծեմ, եթե չեմ սխալվում։ Շարունակում են ձեր գործը փաստել։ Այո, մի քանի խնդրի է զբաղվում, երբ որ մարզում է ստեղծագործում։ Ամենաառաջինը մարդկանց մոտ վստահություն ձեռք բերելն է, երկրորդը արդեն որակյալ կոնտենտ ապահովելն է։ Երբեմն տարբեր կազմակերպության ներկայացուցիչներ, անհատներ մտածում են, որ լավ մարզից է, ուրեմն որակ չի տալու, չի ապահովելու եւ եկեք չհամագործակցենք։ Իմ գործունեության ընթացքում եղել է նման դեպք, երբ Երևանից ինչ որ կազմակերպություն, չեմ նշի, որ կազմակերպությունը դիմել է եւ շփվում ենք, մինչեւ քննարկում ենք ինչ պետք է ստանանք, բան ես արդեն խոսքից գիտեմ, որ չեն վստահում այդ մարդիկ։ Այո, բայց երբ որ պատրաստի նյութը ուղարկում ենք եւ հրապարակում ենք, արդյունքը տեսնում են, արդեն եղել է, որ անկեղծ ասել են, գիտեք, վստահ չենք եղել, որ արդյունք ենք ունենալու, բայց որակի համար արդեն հաջորդ անգամ էլ կհամագործակցենք։ Այսինքն խնդիրը նաև նրանում է, որ եթե Երևանում չեմ, նշանակ մտածում են, որ որակ չեմ ապահովում։ Բայց քո էջում տեսել ենք որակը եւ տեսել ենք բովանդակությունը ինչ բարձր մակարդակի է։ Աջակցում ենք մեր մարզում ինֆլուենսերներին եւ շարունակում ենք արդեն վճռորոշ 2-2 հաշվով։ Հա։ Այո։ Վերջին հարցն ենք լսում։ Հաբամե։ Տեսնենք ով է հաղթելու։ Որքան է տևել աշխարհում գրանցված ամենաերկար պատերազմը։ Էս էլ քեզ որպես պատմաբան ենք ստուգում։ Գրել ես արդեն։ Հա։ Պտտենք։ 3, 2, 1։ Կներեք սիրելի հետևորդներ, 100 տարի սիրելի մասնագետներ։ Հրանտի կարծիքով, 40 տարի իմ կարծիքով եւ լսում ենք ճիշտ պատասխանը։ Ամենաերկար պատերազմը տեղի է ունեցել Նիդերլանդների եւ Բելգիայի միջև։ Տևել է 80 տարի։ Ինչ է ասում։ Հրանտ, մեր վերջին, օրինակ 3 տասնամյակի պատմությունը, եթե փոքրիկ պատմության վերածես եւ ձեր բարբառով պատմես, ինչպես կհնչի։ Ու դժվար բան ես ասում։ Դժվար է։ Ոչանց խաղվում է, չեմ ուզում անդրադառնամ նույնիսկ այդ թեմաներին, հատկապես վերջի իրադարձությունների հետ կապված շատ դժվար է ու նույնիսկ աշխատում եմ չմտածեմ։ Նու մտածեմ, բայց շատ չխորանամ։ Էլի փշաքաղվեցի։ Պետք չի փշաքաղվել, եթե մի բառով փշաքաղվել։ Լավ, իսկ ո՞րն է մեր այդ 30 տարվա պատմության դասը, որպես պատմաբանի եմ հարցնում եւ որպես երիտասարդի, ով ապրում է այս երկրում։ Սիրել հայրենիքը, աշխատել հայրենիքի համար, դասը կարծում եմ դա կլինի, որ դասեր քաղենք պատմությունից եւ սխալները չկրկնենք։ Համաձայն եմ։ Այս նոտայով փակենք։ Կարանք ավելի ուրախ նոտայով փակենք։ Ուրախ նոտայով փակենք։ Դե մի բան ասա ուրախ։ Ինչ ասեմ։ Կենաց ասա։ Դու այդ մի հատ լավ բարբառով կենաց։ Ես չեմ կարող։ Տոդիկ ինչ որ չես կրնով։ Ես լավ խմում եմ մեն։ Բա հետդ մի բան բերեի։ Հյունի արախ։ Դե որ կյակ իջևան ցեն հանեք հյունի արախ կհյուրասիրեմ ձեզ։
Հաջորդ ուղղությունը մեր Իջևանն է, գնում ենք հոնի օղի խմելու։ Անջատեք իմ հեռախոսը համար անհասանելի եմ ես։ Այս պահից սկսած իրանք անհասանելի է, բայց հաղթել ես, շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ եւ զրույցի համար, համով հոտով բարբառային հատկապես զրույցի համար։ Ինչ որ բան ունեք ավելացնելու։ Շնորհակալ եմ հրավերի համար, հաճելի էր շատ։ Փոխադարձ։ Այսպեսին էր թիվ թվաբանությունը Տավուշից Յուրի հետ։ Կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։